Ինչ եք կարծում, Մինսկի խմբի լուծարումը խաղաղության նշան է։ Ես ինչքան գիտեմ, որ այս 2 տասնամյակ շարունակ ոչինչ չի տվել, դրական ոչ մի կողմին իհարկե, ոչ միայն Հայաստանին, բոլորը վերցնենք։ Եվ այդ բոլոր կազմակերպությունները ինձ թվում է անօրինական բնույթ են կրում, հասկանում եք։ Դրա մեջ շահույթ եմ տեսնում, շահույթը միայն դա Ռուսաստանինն է, ուրիշ ոչ մեկին է։ Եվ երբ որ հարկ է լինում, ասենք, որ պետք է օգնեին, չօգնեցին դրանք, դա կոչվում է դավաճանություն։ Վերջին դե Արցախի փորձն է 2020 թվականը ցույց տվեց, որ ռուսները իրենք մտան, իսկ ասեմ գաղտնի բաներ, որոնք որ ոչ տպագրված է ոչ էլ։ Ռուսները, որ նրանք խաղաղապահ զորքեր էին իբր թե, նրանց մեքենաներով, որ հայերը չէին ստուգում 2020 թվականին, ներխուժեցին Շուշի, ամեն մի մեքենայի մեջ գտնվելով 150 ամենակիչը 150 սպեցնազովցի ադրբեջանցիներ։ Նրանք ներխուժեցին Շուշի քաղաքը։ Դե պատկերացրեք, եթե ամեն մի մեքենայի մեջ 150 բան է լինում, ադրբեջանցի սպեցնազ, 20 մեքենան ինչքան է, եւ դրանք եղան այնտեղ եւ դուրս եկան այնտեղ, ազատագրեցին իբր թե։